1958 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Բլաֆ Քրիք կոչվող անտառային շրջանում մարդիկ սկսում են գտնել ահռելի չափերի ոտնահետքեր, ու հենց սրանից հետո էլ տարածվում է Bigfoot անվանումը։ Bigfoot-ների մասին շատերդ լսած կլինեք, նաև իրենց հաճախ կոչում են այլ անվանումներով, օրինակ Sasquatch, Yeti կամ ուղղակի ձնեմարդ, ու այս կրիպտիդի պատմությունը գալիս է ԱՄՆ-ից, ինչպես որ բազում մնացած այլ կրիպտիդների պատմություններ։ Կրիպտիդ էն տերմինն է, որը տրվում է այն առեղծվածային կենդանիներին, որոնց որ գոյությունը փաստացի ապացուցված չի, ու դրանց շրջանում ամենահայտնիներից է հենց Bigfoot-ը, որի բնակության հիմնական վայրն է համարվում հյուսիսային Ամերիկայի անտառային շրջանները, հատկապես խիտ անտառային շրջանները։ Bigfoot-ին նկարագրում են որպես մարդանման եւ կապիկի արտաքինով արարածի, որը ունի 2-ից 3 մետր հասակ, ծածկված է մուգ մոխրագույն կամ սև մազածածկույթով, քայլում է երկու ոտքերի վրա եւ թողնում է ահռելի չափերի ոտնահետքեր, ինչով էլ որ հենց պայմանավորված է իր անունը, անգլերենից թարգմանած նշանակում է մեծ ոտք։ Ու այս պատմությունը ավելի է թեժանում ու համաշխարհային տարածում ստանում այն բանից հետո, երբ որ 1967 թվականի հոկտեմբերի 20-ին Ռոջեր Պատերսոնը, ով որ ահավոր հետաքրքրված էր Bigfoot-ի թեմայով, ու իր գործընկերը Ռոբերտ Գիմլինը Կալիֆորնիայում, երբ որ փորձում էին նկարահանել վավերագրական ֆիլմ Bigfoot-ի մասին, հյուսիսային Կալիֆորնիայի Bluff Creek կոչվող շրջանում հանդիպում են Bigfoot-ին ու հաջողացնում են նկարահանել արարածին, ինչի արդյունքում էլ որ ստացվում է Bigfoot-ին վերագրվող ամենահայտնի տեսանյութը, որը որ ամենայն հավանականությամբ շատերդ էլ տեսել եք։ Ու տեսանյութի մեջ երևում է, թե ոնց է մարդանման ու կապիկի արտաքինով արարածը քայլում դեպի անտառ ու ընթացքում շրջվելով նայում է իրեն նկարահանող մարդկանց, հետո շարունակում է իր ճանապարհը։ Այս տեսանյութի լայն տարածում ստանալուց հետո էլ հենց ի սկզբանե հայտնվում են մարդիկ, ովքեր որ կասկածանքով են մոտենում այս ամեն ինչին ու կարծում են, որ իրականում Պատերսոնը կեղծել է տեսանյութը ու տեսանյութի մեջ ուղղակի պատկերված է սովորական մարդ, որը որ ուղղակի հագել է կապիկի շորեր, բայց բնականաբար այդ մարդիկ փոքրամասնություն էին կազմում հասարակության մեջ, որովհետև այդ ժամանակաշրջանում մարդկանց մեծ մասը հավատում էր, որ տեսանյութը իրական է։ Ու 1990-ականների վերջին Bigfoot-ների թեման ուսումնասիրողներից մեկը Գրեգ Լոնգը, որը որ նոր գիրք էր գրում Bigfoot-ի մասին, իր ուսումնասիրությունների արդյունքում իմանում է մի մարդու մասին, որը որ իբր եղել է այն անձնավորությունը, ով որ հագնելով Bigfoot-ի շորերը նկարահանվել է Պատերսոնի հայտնի տեսանյութի մեջ։ Այդ մարդու մասին խոսակցությունները հիմնականում տարածված էին իր բնակավայրում, որտեղ որ մարդիկ խոսում էին, որ իբր նա իր նեղ շրջապատում հայտարարել է, որ հենց ինքն է եղել այն մարդը, ով որ 1967 թվականին որպես Bigfoot նկարահանվել է Պատերսոնի հայտնի ֆիլմում։ Գրեգ Լոնգին հաջողվում է գտնել այդ մարդուն, որի անունն էր Բոբ Հեյրոնիմուս, ու 2002 թվականին Բոբ Հեյրոնիմուսը հանրայինորեն հայտարարում է, որ հենց ինքն է եղել այն անձնավորությունը, ով որ 1967 թվականին որպես Bigfoot նկարահանվել է Ռոջեր Պատերսոնի հայտնի տեսանյութի մեջ, ու որպես ապացույց նույնիսկ կրկնում է այդ տեսանյութի միջի Bigfoot-ի հայտնի քայլքը, ու եթե իրոք սենց ուշադիր նայում ենք, իրոք շատ նման է, ու բացի այդ էլ Բոբ Հեյրոնիմուսը իր մարմնակազմական տվյալներով էլի ահավոր համապատասխանում է տեսանյութի մեջ պատկերված արարածի տվյալներին։ Մենակ մի բանը չի համապատասխանում, այդ հասակն է, որովհետև տեսանյութի մեջ պատկերված արարածը ավելի բարձր հասակ է երևում, իսկ էս էլ Բոբ Հեյրոնիմուսը բացատրում էր նրանով, որ ավելի բարձրահասակ երևալու համար նա Bigfoot-ի համազգեստի տակից հագել էր ամերիկյան ֆուտբոլի ուսադիրներ։ Նաև Բոբ Հեյրոնիմուսը ասում է, որ Bigfoot-ի զգեստը կարել էր Philip Morris ընկերությունը, որը որ 60-70-ականներին զբաղվում էր հոլիվուդյան ֆիլմերի համար տարբեր տեսակի զգեստների արտադրությամբ։ Ու հենց Philip Morris-ը համանուն ընկերության հիմնադիրը հաստատում է, որ այդ ժամանակաշրջանում Bigfoot-ի համազգեստ է վաճառել Ռոջեր Պատերսոնին, ու նույնիսկ վաճառքից հետո Պատերսոնը կապվել է իր հետ ու հարցրել է իրեն, թե ինչ կարան անեն, որպիսի համազգեստ
համազգեստը հագած մարդը համազգեստով ավելի բարձրահասակ ու մեծ չափերի երևա, ու հենց Ֆիլիպ Մորիսն է խորհուրդ տվել, որպեսզի համազգեստի տակից ավելացնեն ամերիկյան ֆուտբոլի ուսադիրներ, բայց դե միանշանակ այս տեսանյութը ուղղակի լեգենդար տեսանյութ է բոլոր կրիպտիդների շրջանում, որը որ հենց հանգեցրել է Բիգֆութի լեգենդի համաշխարհային տարածմանը, ինչի արդյունքում էլ որ այսօր աշխարհի գրեթե բոլոր շրջաններում մարդիկ պնդում են, որ հանդիպել են այդ առեղծվածային արարածին։